Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը, մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ Գործարար Ալիքը շարունակում է խաղի կանոններ հաղորդաշարը։ Այսօր մեր հյուրերն են մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբան Անի Խուդավերդյանը, բարև ձեզ։ Եվ Մերի Առաքելյանը, ով սպառողների շահերի պաշտպանության վարչության ավագ մասնագետն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք թերևս սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ վերջին զարգացումներից։ Սպառողները սովոր են, որ արդեն բոլոր հարցերի շուրջ անգամ եթե այդ հարցերը այնքան էլ ձեր իրավասության տիրույթում չի դիմեն մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, առօրյայում շատ խնդիրներ, որոնց առնչվում են սպառողները, կարգավորվում են պայմանագրային հիմունքներով։ Արդյոք հանձնաժողովը պաշտպանում է սպառողների շահերը նաև երբ հարաբերությունները պայմանագրային են եւ այս հարցին պատասխանելիս կխնդրեի մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար մի քիչ բարձրաբանել որ դեպքերն ենք մենք ներառում այդ պայմանագրային հարաբերությունների մեջ, խնդրեմ։ Իրապես ճիշտ նկատեցիք, մեզանից յուրաքանչյուրը առօրյայում կարող է հանդիպել այնպիսի իրավիճակների, այնպիսի խնդիրների, որոնք կարգավորվում են հենց պայմանագրային հարաբերություններով։ Եվ մեզանից յուրաքանչյուրը որպես սպառող նաև կարող է հանդիպել իրավունքների խախտման։ Այս կապակցությամբ սպառողների շահերի պաշտպանությունը մշտապես եղել է մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, մասնավորապես հենց տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքի նպատակը ի թիվս առնի նաեւ այն է, որ ապահովի սպառողների շահերի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սրանից զատ արդեն 2024-2025 թվականների ընթացքում իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում առավելապես ամրագրվեց հանձնաժողովի դերը, դերակատարությունը սպառողների շահերի պաշտպանության գործում։ Խոսքը սպառողների շահերի պաշտպանության ուղղված օրենսդրական փոփոխությունների օրենսդրական փաթեթի մասին է, որի փոփոխությունները առավելապես պայմանավորված էին հենց սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում առկա մի շարք իրավական բացերի եւ անկատարություններով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ ԵՄ միջև կնքված համապարփակ եւ ընդլայնված գործունեության համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորություններով։ Այս օրենսդրական փաթեթով փոփոխություններով ի թիվս այնի սահմանվեց եւ ամրապնդվեց հանձնաժողովի դերը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում, մասնավորապես հանձնաժողովը ստանձնեց Հայաստանի Հանրապետությունում սպառողների շահերի պաշտպանությունն իրականացնող կենտրոնական մարմնի դերը։ Այս կապակցությամբ ստացվում է, որ բացի հանձնաժողովի այլ կանխարգելիչ եւ վերահսկողական լիազորություններից հանձնաժողովը ունի նաեւ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների մասով վերահսկողություն իրականացնելու լիազորություն, ընդ որում սպառողների շահերի դեմ իրավախախտումները ներառում են նաեւ պայմանագրային հարաբերություններին ուղղված իրավախախտումները, այսինքն դրանք կարող են լինել միանալու պայմանագրերի եւ պայմանագրի ընդհանուր պայմանների օրենքով նախատեսված պահանջների չպահպանումը։ Այս մասով հանձնաժողովը եւս իրականացնում է վերահսկողություն, պատասխանության միջոցներ կիրառում եւ այլն։ Միանալու պայմանագրերը իրենցից ինչ են ներկայացնում։ Մենք օգտվում ենք իրավաբանական տերմիններից, բայց համոզված եմ մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների մեջ կլինեն մարդիկ, ում համար բաց կմնա այս հարցը։ Ինչի նկատի ունենք։ Արդեն նշեցի, որ միանալու պայմանագրերի պայմանները չպահպանելը համարվում է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտում, բայց ճիշտ է, ինչ է ընդհանրապես միանալու պայմանագիրը օրենսդրական մակարդակում։ Միանալու է համարվում այն պայմանագիրը, երբ պայմանագրի կողմերից մեկը որոշակի ստանդարտացված ձևով սահմանում է պայմանագրի պայմանները, իսկ մյուս կողմը պարտավորություն է կրում
ընդունելու այդ պայմանները ամբողջությամբ միանալու Օրինակ, եթե ես բջջային որևէ օպերատորից օգտվում եմ կամ, չգիտեմ, ինտերնետ ծառայությունից եմ օգտվում, այդ դեպքում իմ կնքած պայմանագիրը համարվում է միանալու պայմանագիր։ Լավագույն տարբերակը, երևի լավագույն օրինակը միանալու պայմանագրերի հենց դա կարող ենք ասել, պատկերացնենք սպառողը, ձեր նշած օրինակում արդեն բաժանորդը, օրինակ SIM card գնելու նպատակով բջջային կապի որևէ այս կամ այն օպերատորի հետ կնքում է պայմանագիր, միանալու պայմանագիր։ Այս դեպքում ընկերության, բջջային կապի օպերատորի կողմից սահմանվում են օրինակ սակագնային փաթեթները, ծառայության մատուցման պայմանները, այդ թվում ծառայության արժեքը, պատասխանատվության սահմանափակումները եւ այլ պայմաններ։ Այս պարագայում սպառողին մնում է միայն միանալ պայմանագրին, այսպես ասած, կնքելով եւ համաձայնելով պայմաններին։ Այստեղ սպառողը չունի պայմանագրի պայմանները քննարկելու հնարավորություն։ Սա է հենց միանալու պայմանագրի էությունը։ Օրենսդրական մակարդակում պայմանների մասով, ինչ սահմանափակումներ կան։ Միանալու պայմանագրին ներկայացվող մի շարք կարգավորումներ կան, մասնավորապես սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի ուժով որոշակի սահմանափակումներ կան այն մասով, որ միանալու պայմանագրերում չեն կարող ներառվել այս կամ այն պայմանները։ Օրինակ, միանալու պայմանագրերում չեն կարող ներառվել այնպիսի պայմաններ, որոնք որ կարող են սահմանափակել սպառողի օրենքով սահմանված իրավունքները, այսինքն, օրինակ, պատկերացնենք ունենք որևէ օրենք, որևէ նորմատիվ ակտ, որով որ սահմանված է սպառողի որոշակի իրավունք։ Այս իրավունքը որևէ պարագայում չի կարող սահմանափակվել եւ չի կարող բացառվել որևէ պայմանագրով։ Մեկ այլ կարգավորում, որ ունենք այս օրենքի շրջանակներում, վերաբերում է նրան, որ միանալու պայմանագրում չի կարող լինել այնպիսի պայման, որը որ կստիպի սպառողին կատարել իր պարտականությունները այն պարագայում, երբ պայմանագրի մյուս կողմը, պատկերացնենք ընկերությունը, չի կատարել կամ ոչ պատշաճ ձևով է կատարել իր պարտականությունը, պայմանագրով ստանձնած իր պարտականությունը։ Օրինակ, ելի շարունակելով բջջային կապի օպերատորների դաշտում, օրինակ բերենք էլի SIM card գնելու շրջանակում պայմանագրում նշված է, պատկերացնենք այսպիսի պայմանական մի պայման, նախադասություն։ Սպառողը պարտավոր է կատարել ամսական վճարումները, նույնիսկ այն դեպքում, երբ ընկերությունը չի մատուցել այդ ամսվա ծառայությունը որոշակի տեխնիկական խափանման պատճառով։ Նման պայմանագրում արկա լինել չի կարող օրենքի ուժով, որովհետև եթե պայմանագրի մի կողմը չի կատարում իր ստանձնած պարտավորությունը, այս դեպքում բջջային կապի օպերատորը, X օպերատորը չի մատուցում համապատասխան ծառայությունը, այս դեպքում սպառողը չի կարող ունենալ պարտավորություն ամսական վճարը կատարելու։ Միանալու պայմանագրի այլ պայմաններ, որոնք որ չեն կարող արկա լինել, կարող է լինել նաև այն դեպքը, երբ արտադրողին իրավունք է վերապահվում, այսպես ասած, իրավունք է վերապահվում փոփոխելու պայմանագիրը առանց պատշաճ եւ ողջամիտ ժամկետում ծանուցելու սպառողին։ Այսինքն, եթե որոշակի անհրաժեշտություն կա, այս կամ այն պայմանագիրը փոփոխելու, կողմը պարտավոր է սպառողին ծանուցելու։ Առանց դրա չի կարող փոփոխել։ Այսպիսի պայմանագրում չի կարող արկա լինել։ Բացի այս պայմաններից, որոնք որ ես նշեցի, որոնց ցանկը սպառիչ չէ, օրենքով է սահմանված, ներկայումս որոշակի օրենսդրական փոփոխություններ են իրականացվում, ընթացիկ փուլում ենք եւ այդ ցանկը, այսպես ասած, կարող է ընդլայնվել, նախագծերի փաթեթ է մշակվել, որը որ ներկայումս գտնվում է ազգային ժողովի քննարկման փուլում, ընդունված չէ եւ չի գործում։ Այս փաթեթը, նոր փաթեթը սահմանում է թե անարդար պայմանների ընդլայնումը, թե հեռակա եւ ձեռնարկատիրության շենքից դուրս կնքվող պայմանագրերի շրջանակներում սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ կարգավորումներ, ինչպես նաև պայմանագրի ապրանքին անհամապատասխանության վերաբերյալ պայմաններ։ Այս ամբողջ հիմնահարցերին ուղղված, հիմնահարցերի լուծման ուղղված կարգավորումները տեղ են գտել նոր օրենսդրական փաթեթում, որը դեռևս, ինչպես նշեցի, ազգային ժողովի քննարկման փուլում է, ներառված է օրակարգում,
եւ հուսով ենք կունենանք որոշակի արդեն արդյունքներ։ Շատ լավ, մենք գիտենք, որ անկախ այն բոլոր կետերից, որ դուք նշեցիք, շատ հաճախ պայմաններ առաջարկող, այսինքն պայմանագրի պես ասենք, շատ հաճախ ուժեղ կողմը որպես կանոն մեկնաբանում է շատ դրույթներ իր շահ իրեն, որ առաջին հայացքից թվում է, թե դուք նշեցիք օրինակի համար պատշաճ կերպով եւ ժամանակին։ Ինչ ասել է պատշաճ կերպով, տարբեր ձեռնարկություններ կարող են շատ տարբեր պատկերացումներ ունենալ, հա, պատշաճ կերպով ծանուցելու մասին։ Այսինքն նման խախտումներ մենք գիտենք, որ այդուհանդերձ կան, այսինքն չգիտեմ որքանով է ճիշտ իրավաբանական տեսակետից դա խախտում անվանել, բայց այդուհանդերձ մենք տեսնում ենք։ Այ ունեք որոշակի ուսումնասիրություններ, ինչպես են փորձում սոսկրել, հա, նման իրավիճակում փորձելով իշահ իրենց բանեցնել պայմանագրային դրույթները եւ արդյոք ձեր դիտարկումները ներառում եք նույնպես, հա, ձեր գործունեության մեջ, խնդրեմ։ Շատ ճիշտ նկատեցիք, իրականում իհարկե հենց տնտեսավարող սուբյեկտները հօգուտ իրենց մեկնաբանում են իրենց պայմանագրերում ամրագրված պայմանները։ Հանձնաժողովը, ինչպես գիտեք, յուրաքանչյուր տարի իրականացնում է ոլորտային ուսումնասիրություններ, ընտրելով կոնկրետ ոլորտ եւ ոլորտի ընտրությունը տարբեր առիթներով է պայմանավորվում։ Հենց առաջին նախադրյալ, այսպես ասած, նշեմ, դրանք սպառողների կողմից հանձնաժողովին ուղղված բողոքներն են եւ հենց սպառողների կողմից բարձրացված խնդիրներն են տվյալ ոլորտի կապակցությամբ։ Շատ հաճախ լինում է, որ հենց տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները եւս բարձրաձայնում են խնդիրների մասին։ Բացի նշվածներից, հանձնաժողովը եւս կարող է հանձնառնել որևէ ոլորտի ուսումնասիրություն ու այս դեպքում կարևորվում է նաեւ տվյալ ոլորտի սոցիալական նշանակությունը, դերը, այսպես ասած, սպառողների լայն շրջանակի կյանքում։ Այս տարի հանձնաժողովը ուսումնասիրել է հենց կառուցապատողների, այսպես ասած, ոլորտը եւ քանի որ հենց հարցը հետաքրքրական էր ու լայն տարածում էր գտել հասարակության շրջանակներում, նաեւ պայմանավորված եկամտային հարկի վերաբերյալ օրենքի կարգավորումները, որոնք որ տարածվում էին այս շուկայում, ուսումնասիրության արդյունքում իհարկե իհայտ եկան տարաբնույթ խնդիրներ, որոնք որ նաեւ վերաբերում էին պայմանագրային հարաբերություններին, հիմնականում դրանք խնդիրներ եղան, որոնք որ կապված էին օֆերտայի հետ կամ ավելի հայտնի, ավելի պարզ լեզվով ասեմ, գովազդների եւ առաջարկների հետ, որոնք որ կատարում են կառուցապատող ընկերությունները նախքան պայմանագրերի կնքումը։ Այսինքն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ընկերությունների կողմից արված առաջարկները շատ հաճախ պայմանագրային բնույթ չէին ստանում, միանալու պայմանագրերում ամրագրում չէին գտնում, հետևաբար նաև իրավական ուժ չունեին ու այն դեպքում, երբ սպառողը կոնկրետ առաջարկը հաշվի առնելով ընտրում էր հենց տվյալ կառուցապատող ընկերությանը, տվյալ կառուցապատողին, վերջնարդյունքում կարող էր հայտնվել փաստի առջև, այսպես ասած։ Այս շուկայում ուսումնասիրվեցին նաև հենց միանալու պայմանագրերը, քանի որ ոլորտը այնպիսին է, որ սպառողների հետ կնքվում են միանալու պայմանագրեր եւ արձանագրվեցին դրանցում առկա այնպիսի պայմաններ, որոնք որ այսպես ասած օրենքի ուժով չեն կարող լինել կամ մեկնաբանվել ի վնաս սպառողի, հա։ Օրինակ նշեմ, դա վերաբերում է հենց ընկերության կողմից պայմանագրի որոշ պայմաններ, դրույթներ միակողմանիորեն փոփոխելուն, առանց սպառողի հետ համաձայնեցնելու կամ վերջինիս ողջամիտ ժամկետ տրամադրելու, տվյալ փոփոխություններին ծանոթանալու կամ համաձայնություն տալու մասով եւ այլն։ Ավելի մանրամասն ոլորտի, այսինքն ուսումնասիրության վերաբերյալ սպառողները, ցանկացողները կարող են մեր պաշտոնական կայքեջում ծանոթանալ, քանի որ ուսումնասիրությունը հրապարակված է, բաց է եւ հասանելի է բոլորին։ Հաջորդ ոլորտը, որ էլի իրականացվել է ուսումնասիրություն հենց միանալու պայմանագրերի մասով, դա մենք զրույցում անդրադարձանք հեռահաղորդակցության ոլորտն է։
Այսպես ասած, ինտերնետ հասանելիության նաև ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների գործունեության ոլորտը։ Այստեղ մենք ուսումնասիրել ենք հենց ոլորտի խոշոր եւ միջին ընկերություններին, կազմակերպություններին ու արձանագրված խնդիրների մասով հանձնաժողովը երկու սուբյեկտի վերաբերյալ իրականացրել է նաև վարչական վարույթ։ Ինչ խնդիրեր այստեղ արձանագրվել, միանալու պայմանագրերը, որոնք որ կնքվում էին սպառողների հետ, որոշակի ժամկետով կնքվող պայմանագրում առկա էր մի դրույթ, որը ընկերությանը հնարավորություն էր տալիս ժամկետի ավարտից հետո ինքնաբերաբար երկարաձգելու այդ պայմանագրի գործողության ժամկետը։ Այսինքն ստացվում էր մի իրավիճակ, երբ սպառողը կոնկրետ սուբյեկտի հետ կնքելով պայմանական ասեմ 1 տարի, պայմանագիր, դրա ավարտից հետո ընկերությունը ինքնաբերաբար երկարաձգում էր պայմանագրի գործողության ժամկետը եւ շատ հաճախ սպառողները կարող էին նաեւ տեղեկացված չլինել դրա վերաբերյալ, կամ այսինքն հնարավորություն չէր տրվում ընտրության, ենթադրենք վերջինս այդ 1 տարվա ավարտից հետո այլևս չէր ցանկանում ունենալ պայմանագրային հարաբերություններ կոնկրետ տվյալ օպերատորի հետ։ Եվ իրականացված ուսումնասիրության ու վարույթների արդյունքում իհարկե հանձնաժողովը որակեց նման գործելակերպը խնդիր ու արդեն համաձայնեցված տնտեսավարող սուբյեկտները, այսպես ասած, գնացին պայմանագրի նման դրույթների փոփոխության եւ արդեն պետք է հնարավորություն տրվի, սպառողին առնվազն տվյալ պայմանագրի գործողության ժամկետից ողջամիտ ժամկետ առաջ ծանուցում ստանալու եւ արդեն ընտրության հնարավորությունը պետք է դրվի սպառողի վրա։ Վերջինս ցանկանում է շարունակել այդ պայմանագրային հարաբերությունները սուբյեկտի հետ, թե ոչ։ Շատ լավ, իսկ առանձին դեպքեր, եթե սպառողը արդեն առնչվել է նման պայմանագրի խնդիրների հետ, ինչ քայլեր կարող է ձեռնարկել իր իրավունքները պաշտպանելու համար։ Տեսեք, մենք հենց զրույցի սկզբում էլ նշեցինք, անդրադարձանք այն հանգամանքին, որ ներկայումս հանձնաժողովը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում ստանձնել է կենտրոնական մարմնի լիազորություններ եւ օրենսդրական փոփոխություններով հանձնաժողովում ներդրվել է սպառողի օգնական թվային հարթակը, որը որ մեր սպառողներին հնարավորություն է տալիս ու ոչ միայն նման պայմանագրային հարաբերություններում խնդիրների առնչվելու դեպքում տարաբնույթ, ոլորտներում եւ այլ խնդիրների հանդիպելիս իրենց բողոքները, խնդիրները ներկայացնելու հանձնաժողովին։ Մի փոքր մանրամասնեմ ինչպես է գործում հարթակը։ Ներկայումս երբ որ մուտք ենք գործում հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային կայքեջ, շատ տեսանելի հատվածում տեսնում ենք սպառողի օգնական գործիքը։ Սպառողները մուտք գործելով հարթակ կարող են ներկայացնել իրենց բողոքները արդեն հանձնաժողովին, ավելի հեշտացնելու համար մեր սպառողների գործը հարթակում ներդրվել են պատրաստի ձևաթղթեր հաճախ հանդիպող խնդիրներին առնչվող։ Այսինքն արդեն այդ ձևաթուղթը մուտք գործելով, իրենց խնդիրը ներկայացնելով, սպառողները վերջնարդյունքում ունենում են բավականին հիմնավոր բողոք, որը որ հարթակում արտացոլվում է եւ նաեւ տեսանելի է հանձնաժողովին։ Հարթակը ինքնաշխատ կերպով սպառողի բողոքը ուղարկում է խնդրի հասցեատիրոջը, տնտեսավարող սուբյեկտին եւ կարգի համաձայն այս փուլում 14-օրյա ժամկետ է տրված տնտեսավարող սուբյեկտներին խնդրին լուծում տալու կամ իրենց դիրքորոշումը հիմնավոր ներկայացնելու հանձնաժողովին։ Փուլի ավարտից հետո, այդ 14-օրյա ժամկետի ավարտից հետո, եթե խնդիրը մնում է չկարգավորված, հանձնաժողովը խնդիրը փոխանցում է արդեն իր հետ համագործակցող հասարակական կազմակերպություններին եւ արդեն այս փուլում վերջիններս եւս ունեն 14-օրյա ժամկետ խնդրի լուծմանը հասնելու համար։
Եթե խնդիրը վերջնարդյունքում մնում է չկարգավորված եւ չլուծված, հանձնաժողովն արդեն դիտարկում է դրա առնչությամբ վարչարություն իրականացնելու հարցը եւ կարող է հարուցել վարույթ եւ տվյալ տնտեսավարող սուբյեկտին ենթարկել պատասխանատվության։ Նշեմ, որ սպառողի օգնական թվային հարթակի միջոցով արդեն բազմաթիվ բողոքներ ունենք, հարյուրավոր բողոքներ են ստացվել եւ մեծամասամբ այդ բողոքները կարգավորվել են, պատշաճ կերպով լուծում են ստացել, հենց միայն նաեւ այն տեսակետից եւ այն հաշվառմամբ, որ տնտեսավարողը տեսնում է, որ տվյալ խնդրի մասին տեղյակ է նաեւ հանձնաժողովը եւ այսպես ասած կամայական հոգեբանական ավելի ճնշման օգնությամբ, հա, կամայական վերաբերմունք չի ցուցաբերում եւ չի փորձում սպառողին, այսպես ասած, այլ ավելի թույլ վիճակում գտնվելու հանգամանքը օգտագործել ու փորձում է արդեն իրավական դաշտում իհարկե լուծում գտնել եւ լուծել տվյալ խնդիրը։ Վերջին շրջանում նմանատիպ բողոքներ եղել են եւ ընդհանրապես եթե գիտեք որ ուղղությամբ են հիմնականում բողոքները, եթե ունեք որոշակի։ Իհարկե եղել են, բազմաթիվ բողոքներ ենք ստանում, հենց ամենօրյա, այսպես ասած, կտրվածքով բողոքներ են լինում։ Այսօրվա թեմայի շրջանակներում նշեմ, հենց տվյալ ոլորտների ուսումնասիրությունները պայմանավորվել են նաեւ սպառողների կողմից մեզ հասցեագրված բողոքներով, առիթ են հանդիսացել եւ դարձել են ոլորտային ուսումնասիրության համար նաև հիմք, այսպես ասած ազդակներ եւ նաև նշեմ, որ եթե տվյալ փուլում այդ սկզբնական փուլում էլ սպառողի բողոքի հիման վրա, այսպես ասած չգեներացվի նման ոլորտային ուսումնասիրություն եւ այլն, այդ բողոքները անկախ են հանգամանքից իրենք լուծվել են թե ոչ, մնում են, հա, հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, դրանք արխիվացվում են հարթակում եւ հիմք են նաև հետագայում մոնիթորինգի համար ու արդեն հնարավոր է որ ոչ մեկ սպառողի, բայց բազմաթիվ բողոքներ, որոնք որ կառնչվեն այդ թեմային, այդ ոլորտին արդեն այդ հիմքով հետագայում հանձնաժողովը կստանձնի տվյալ ոլորտային ուսումնասիրության եւ նոր առաջարկներով հանդես կգա։ Թերևս վերջին հարցը, քանի որ այդ մասին արդեն խոսեցիք, հա, որոշակի գործիքակազմի մասին, այդուհանդերձ ձեզ ուղեմ արդեն հարցս, եթե մենք ունենք իրավիճակ, երբ չի աշխատում սպառողի բողոքը, հա, այսինքն արդեն հասարակական կազմակերպություններին էլ ենք դիմել եւ միևնույն է չունենք արդյունք բողոքի հետ կապված տնտեսավարող սուբյեկտը ոչ մի կերպ չի արձագանքում նման բողոքին, ինչ ավելի կոպիտ ճակերտների մեջ, հա, գործիքակազմ կարող է կիրառել հանձնաժողովը նման խնդիրներին լուծում տալ։ Տեսեք, անընդհատ խոսում ենք սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումներից, տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումներից, բայց կարևոր է նաև խոսել դրանց ազդման միջոցներից, այսպես ասենք, հանձնաժողովը թե տնտեսական մրցակցության, թե սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների բնագավառում ունի որոշակի լիազորություններ, գործիքակազմ, որը որ պայմանականորեն եկեք բաժանենք երկու մասի, կանխարգելիչ գործառույթներ եւ արդեն վերահսկողական բուն գործառույթներ։ Ինչը իրենից ենթադրում հանձնաժողովի կանխարգելիչ գործառույթ ասվածը։ Հանձնաժողովի կողմից էապես չէ, հա, հանձնաժողովի համար կարևոր չէ պատժելը, կարևոր է կանխելը, այսպես ասած։ Հանձնաժողովի կանխարգելիչ գործառույթներից թերևս այսպես պրակտիկը կամ ամենամեծը, այսպես ասած, հանձնաժողովի կողմից զգուշացում տալու ինստիտուտն է։ Ինչ է իրենից ենթադրում զգուշացումը, նախ նշեմ, որ զգուշացում տալու ինստիտուտը հանձնաժողովի լիազորությունների շրջանակում ներառվել է բավականին վերջերս, վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Զգուշացում հանձնաժողովի կողմից կարող է տրվել թե տնտեսավարող սուբյեկտներին, թե պետական մարմիններին եւ դրանց պաշտոնատար անձանց։ Զգուշացում տալու ընդհանուր ինստիտուտի կարգավորումները նախատեսված են օրենքով, սակայն որոշակի առանձնահատկություններ եւ մանրամասներ սահմանված են հանձնաժողովի աշխատակարգով։ Դրանք հասանելի են իրավական տեղեկատվական համակարգում Arlis AM կայքում եւ մեր ռադիո լսողները կարող են դրան առավել մանրամասն ծանոթանալ այնտեղ։
տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի օրենսդրության դեմ ուղղված իրավախախտումները կանխող միջոցառումներ եւ գործիքակազմի ցանկում կարող ենք նաեւ նշել հանձնաժողովի կողմից եզրակացություն ընդունելու ինստիտուտը։ Սա առավել դասական կանխարգելիչ գործիքակազմ է, ընդ որում եզրակացություն հանձնաժողովը կարող է ընդունել թե սեփական նախաձեռնությամբ, թե որևէ դիմումի հիման վրա, այսինքն տնտեսավարող սուբյեկտները կամ թեկուզ ֆիզիկական անձինք, պետմանմինները կարող են դիմել հանձնաժողովին օրենսդրությանն առնչվող, սպառողների շահերին առնչվող, տնտեսական մրցակցությանն առնչվող որևէ հարցի կապակցությամբ եզրակացություն ստանալու համար։ Կանխարգելիչ միջոցառումներ են նաև հանձնաժողովի կողմից այս կամ այն հարցի վերաբերյալ իրազեկման միջոցառումները կամ այսպես ասած փափուկ իրավունքի կիրառման մեխանիզմները, օրինակ հանձնաժողովի կողմից ուղեցույցների այլ փաստաթղթերի ընդունումը։ Այս ամբողջը հանձնաժողովի կանխարգելիչ միջոցառումներն են կազմում։ Ինչ վերաբերում է արդեն վերահսկողական գործիքակազմին, սրանք առավել, այսպես ասած, խիստ գործիքներն են։ Հանձնաժողովը վերահսկողություն իրականացնելիս ունի հստակ օրենքով սահմանված լիազորություն տնտեսական մրցակցության բնագավառում կամ սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների կապակցությամբ հարուցելու որոշակի վարույթներ։ Եվ որպես արդյունք հարուցված վարույթի արդյունքում այս կամ այն սուբյեկտին, պետական մարմնին կամ պաշտոնատար անձին ենթարկելու համապատասխան պատասխանատվության։ Բացի վարույթների հարուցումից վերահսկողական գործառույթը վերահսկողական լիազորություն է նաև հանձնաժողովի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը։ Սա եւս նոր ինստիտուտ է, նոր օրենսդրական փոփոխություններով ներդրված, որը որ իրենից ենթադրում է որոշակի ծանր իրավախախտումների համար միջանկյալ միջոցի կիրառում, որպեսզի վարույթի ընթացքում, օրինակ, այս կամ այն գործառույթը տնտեսավարող սուբյեկտի կասեցվի հետագա ընթացքը հասկանալու համար։ Եթե այն կարող է ունենալ որոշակի բացասական ազդեցություն, որը որ հետո չի կարող վերացվել։ Հանձնաժողովի վերահսկողական գործառույթները սպառիչ չեն, այսպես ասած, դրանք սահմանված են օրենքով, տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության օրենքով, վարույթի ընթացքում կարող է հանձնաժողովը իրականացնել օրինակ հսկիչ գնումներ, ստուգումներ, դիտանցումներ, այս ամենը մեր օրենքով սահմանված է եւ օրենքին եւս կարող ենք ծանոթանալ իրավական տեղեկատվական համակարգում։ Երևի այսքան է։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը խաղի կանոնները հաղորդաշարներ եթերում մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ մեր ծրագիրն է եւ այսօր մեր հյուրերն են մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբան Անի Խուդավերդյանը եւ սպառողների շահերի պաշտպանության վարչության ավագ մասնագետ Մերի Առաքելյանը։ Տաղավարում աշխատեց Լիաննա Խաչատրյանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ստեսություն։